Սահմանն անցնում ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Անդրադառնանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը թուրքական NTV-ին տված հարցազրույցում ասում է. «Կարծում ենք, որ չկա որևէ պատճառ, որ Հայաստանը եւ Թուրքիան չպետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան ու սահմանները չպետք է բացվեն։ Այսօրվա դրությամբ ամենակարևոր համաձայնագիրը 2022 թվականին կնքված երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանի բացումն է, մեր կողմից Մարգարայի անցակետը վերանորոգվել է եւ պատրաստ է»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր Հայաստան են ժամանել Մարգարայի անցակետով, ծանոթացել են այդ անցակետի վերանորոգված, վերազինված հնարավորություններին, փաստել են, որ անցակետը պատրաստ է գործարկման, դրանից առաջ մենք իմացանք, որ մարտի 1-ից այդ անցակետում Թուրքիայի հետ սահմանապատ ծառայությունը բացառապես արդեն Հայաստանի սահմանապահներն են իրականացնում եւ գործընթացը առարկայորեն տեղից չի շարժվում, սահմանի բացման իմաստով։ Կան նախադրյալներ, որ այդ սահմանը իրոք բացվելու է։ Այստեղ ինչ կարևորություն կարող է ունենալ եվրոպական ձևավորվող այս նոր անվտանգային միջավայրում Թուրքիայի դերակատարությունը։ Դե Ադրբեջանի մասով կարծես թե ամեն ինչ պարզ է, բայց կա իրավիճակ կամ կարող է իրավիճակը հասնել այնտեղ, որ Ադրբեջանի այդ հարաբերությունների հաստատման կամ կարգավորման գործոնը չլինի այս դեպքում առաջնային, այդ որ իրավիճակում պիտի լինի։ Իմ տեղեկություններով այս հանդիպումը, լրագրողների այցը շատ ավելի վաղ պետք է կազմակերպվեր եւ թուրքական կողմի խնդրանքով է հետաձգվել պայմանավորված Սիրիայում հայտնի իրադարձությունների, ընդ որում նրանք ցանկացել են, որպեսզի այս հանդիպումը այդ իրադարձությունները ստվեր չգցեն այս հանդիպան կարևորության վրա եւ հանդիպումը այս օրերին է տեղ ունենում, լրագրողների այցը Հայաստան։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, իհարկե այստեղ կարևոր առանցքային դեր խաղում է այնուամենայնիվ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները եւ այս պետությունները այնուամենայնիվ նույնիսկ հրապարակային մակարդակով հայտարարում են, որ այդ հարաբերությունները փոխպայմանավորված է, չնայած ես համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ Թուրքիան ավելի կցանկանար հիմա տեսնել բաց սահմաններ, դա նաև եւ տարածաշրջանային քաղաքականության համատեքստում եւ գլոբալ քաղաքականության համատեքստում միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ Թրամփի վարչակազմի, նոր վարչակազմի Թրամփի ընտրվելուց եւ նոր վարչակարգի ձևավորումից հետո եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում բնականաբար սպասում էին, թե ինչպիսի զարգացումներ պետք է ունենա, թե ինչպես պետք է դիրքավորվեն, ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա Թուրքիան, Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանի հետ կապված եւ այստեղ թերևս մենք տեսանք, որ Միացյալ Նահանգներում գոնե Հայաստանի համար մի 2-3 կարևոր նշանակումներ եղան, որոնք հույս են ներշնչում, որ այն քաղաքականությունը, որը վարել է Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, դա շարունակականություն կունենա եւ այստեղ թերևս ես շատ կարևոր եմ համարում Լուի Բոնոյի նշանակումը Եվրասիայի եւ Եվրոպայի տարածաշրջանի մեր տարածաշրջանի այդ դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում եւ եթե նկատած լինեիք 3 Միացյալ Նահանգներ եւ Ուկրաինա բանակցություններին ներկա էր նաեւ Լուի Բոնոն, որը եւս թույլ է տալիս ենթադրելու, որ այս պաշտոնյան այնուամենայնիվ կարևոր դերակատարում ունի այս աշխարհակաղակական նոր զարգացումների բանակցություններում եւ նաեւ բնականաբար իր խոսքը ունի։ Թուրքիան նույնպես ես կարծում եմ անվտանգային խնդիրների ուրեմն գլոբալ առումով հարցեր ունի պայմանավորված ՆԱՏՕ-ի դերակատարման նվազեցման հետ։ Թուրքիայի անվտանգության առանցքը, դա ՆԱՏՕ-ն է, հյուսիսատլանտյան ուրեմն այդ անվտանգության համակարգն է եւ եթե այս անվտանգության համակարգը փլուզվում է եւ Եվրոպան կամ Եվրոպական միությունը դառնում է նաեւ անվտանգային միություն առանձին ՆԱՏՕ-ից, որտեղ ՆԱՏՕ-ի դերակատարումը խիստ նվազում է, ապա Թուրքիան այստեղ բնականաբար մտածելու առիթներ ունի եւ
բնականաբար Թուրքիան կցանկանա դառնալ այդ համաեվրոպական անվտանգության կարևոր ուրեմն մասնակիցներից մեկը, թե որքանով կհաջողվի Թուրքիային խցկվել այդ արանքում եւ թե որքանով եվրոպական պետությունները ցանկություն կունենան Թուրքիային տեսնել այդտեղ հաշվի առնելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի ուրեմն քաղաքականությունը, դիրքորոշումները եւ վարքագիծը, դա ցույց կտա ժամանակը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ եթե դիտարկենք նոր ձևավորող եվրոպական անվտանգության համատեքստում, ապա այո, այստեղ շատ կարևոր է նույն Եվրոպայի համար, նաև Թուրքիայի համար, որպեսզի այստեղ լինի խաղաղություն եւ այստեղ կոմունիկացիաները բացվեն։ Հույս ունեմ, որ այնուամենայնիվ 22 թվականի ձեռք բերած պայմանավորվածությունը կպահպանվի եւ որպես առաջին քայլ կլինի այդ երրորդ երկրների եւ դիվանագիտական ազդագիր ունեցողների համար սահմանի բացումը, չնայած ես կարծում եմ, որ դա պետքա լիներ ամբողջական բացում եւ ոչ թե երրորդ երկրների ներկայացուցիչները օգտվեին այս տարածքից, այլ նախ եւ առաջ օգտվեր Հայաստանի Հանրապետությունը, բայց այնուամենայնիվ դա կարող է, այսպես ասենք, կոտրել այդ սառույցը եւ հաջորդ ուրեմն քայլը լինի ամբողջական սահմանի ապաշրջափակումը եւ բացումը։ Ընդդիմությունից օրինակ ասում են, որ Ռուսաստանը այստեղ Հայաստանում գործընկեր է փնտրում եւ անհրաժեշտ է գտնել այսինքն իշխանության հարցը սուր է դրված եւ պետք է գտնվի այդ գործընկերը, որը ունենալով Ռուսաստանին թիկունքում թուրքական աշխարհի հետ կբանակցի կոշտ, բայց կառուցողական։ Գնանք այսօր Ռուսաստանը նույն թուրքական աշխարհի ու Էրդողանի հետ չի կարողանում կոշտ բանակցել, ինչպես է Ռուսաստանը թիկունք լինելու Հայաստանին կոշտ բանակցելու հարցում, ավելին ասեմ, այսօր Հայաստանը շատ ավելի կառուցողական բանակցում է եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ դա վկայում են այնուամենայնիվ որոշակի այն արդյունքները, որոնք կան, իսկ Ռուսաստանի թիկունք լինելու այդ գաղափարը, մեր մոտ առնվազն գոնե վերջնականորեն տապալվեց 2022 թվականը, երբ որ Հայաստանը վերջնականորեն համոզվեց, որ որպես այդպիսին թիկունք չունի, այլ ընդհակառակը ինքը այդ թիկունքից հարվածներ է ստանում եւ սա բերեց նաեւ Հայաստանի իշխանությունների մոտ որոշակի դիրքավորման թե նախ եւ առաջ անվտանգության ապահովման առումով եւ նաեւ արտաքին քաղաքականության առումով եւ հետեւաբար կրկին դիտարկել, որ Ռուսաստանը թիկունք է լինելու եւ Ռուսաստանը մենք տեսանք օրինակ Սիրիայում թե ինչպես Ռուսաստանը թիկունք եղավ, թե ինչ տեղ ունեցավ Ասադի ու Ասադի պետության հետ։ Մենք տեսանք Արցախում եւ Հայաստանում այդ թիկունքը ինչի հանգեցրեց։ Ես համոզված եմ այն տարածաշրջաներում, որտեղ գոնե ներկայիս Ռուսաստանը վերցնում է անվտանգության պատասխանատվություն, Ռուսաստանը դա անում է հետագայում այդ ուրեմն իր վերցրած պատասխանատվությունը ուրեմն շուկայական, այսպես տերմինաբանությամբ ասած, առուծախի վերածելու եւ անհրաժեշտության պահին իր շահերից ելնելով զիջելու։ Մենք դրա դասական օրինակ է Հայաստանը, դրա դասական օրինակ է Արցախը եւ դրա դասական օրինակ է ուրեմն Սիրիան եւ այսօր, երբ որ մենք խոսում ենք օրինակ ալևիներից ցեղասպանության մասին Սիրիայում այս օրերին, դրա համար առաջին պատասխանատուն նաեւ Ռուսաստանն է, քանի որ հենց Ռուսաստանն էր հանդիսանում այդ տարածաշրջանում ու Սիրիայում այդ անվտանգության երաշխավորը, սակայն թե Արցախի պարագայում այդ երաշխավորը թույլ տվեց, որպեսզի արցախահայերը բռնի տեղահանվեն Արցախից, եւ թե Սիրիայում մենք տեսնում ենք, մենք գիտենք, որ Ասադը ալևիական իշխանություն էր, այսպես ասենք Սիրիայում, եւ մենք տեսնում ենք հիմա հաշվեհարդար այդ էթնիկ խմբի եւ փոքրամասնության նկատմամբ եւ այստեղ բնականաբար Ռուսաստանը իր, այսպես ասենք, բացասական ներդրումը ունի։
Ռուսաստանը պարբերաբար հայտարարում է, որ ինքը այո, շահագրգռված է, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան կարգավորեն հարաբերությունները, Հայաստանը եւ Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները եւ անպայման հիշեցնում է իր մասին, որ ինքը միշտ պատրաստ է այդ միջնորդի դերակատարումը ստանձնել, միշտ պատրաստ է Մոսկվան տրամադրել որպես հարթակ եւ այլն։ Ինչու է ուզում Ռուսաստանը անպայման ներկա լինել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում։ Բնականաբար այս տարածաշրջանում Ռուսաստանը ցանկանում է ունենալ իր մասնաբաժինը աշխարհաքաղաքական այս տորգի, մեջ եւ միևնույն ժամանակ պետք է նաեւ փաստեմ եւ համոզմունք ունեմ, որ Ռուսաստանը թերևս այն բացառիկ պետությունն է, որ այս տարածաշրջանում շահագրգռված չի խաղաղության, այս տարածաշրջանում շահագրգռված չի Հայաստան Թուրքիայի եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ Ռուսաստանը հարավային Կովկասում գտնվում է այդ կոնֆլիկտների արդյունքում եւ այդ կոնֆլիկտներն են հնարավորություն տալիս Ռուսաստանին գտնվել տարածաշրջանում եւ այսօր ես կարծում եմ, որ տարածաշրջանի պետությունները ունեն այդ գիտակցումը, որ այնուամենայնիվ Ռուսաստանը այստեղ չի կարող ունենալ կառուցողական դեր, առավել եւս, երբ որ այս տարածաշրջանի պետությունները պատրաստ են առանց միջնորդների տետատետ հանդիպել եւ բանակցել այն խնդիրների մասին, որոնք կան։ Ավելին ասեմ, ես համոզմունք ունեմ, որ Ռուսաստանը շահագրգռված չի նաեւ Իրանի շուրջ այդ միջուկային կոնֆլիկտի լուծմանը, քանի որ սա Իրանին պահում է երկարաժամկետ, ուրեմն իզոլացիայի մեջ եւ որպես նաեւ էներգետիկ ոլորտում մրցակից պետություն եւ պետություն, որը ունի շատ լուրջ պոտենցիալ, որը կարող է լինել նաեւ եվրոպական, այսպես նավթագազային շուկայի կարևոր մատակարարներից մեկը, այստեղ կա նաեւ Ռուսաստան-Թուրքիա շահերը, ուրեմն Իրանին իզոլացնելու եւ այս առումով Իրանի հետ կապված նույնպես ես համոզմունք ունեմ, որ Ռուսաստանը ցանկություն չունի կարգավորել այդ հարաբերությունները, որի մասին իդեպ Իրանի նախկին արտգործ նախարարը բացայբաց հայտարարել էր։ Այսինքն հիմա եթե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում այդպես էլ այդ ճեղքումը տեղի չունենա, հայ-թուրքական սահմանը այսպես մնալու է օդում, հա։ Ես համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ այդ հարաբերությունները կարգավորվելու են եւ այդ սահմանը բացվելու է, քանի որ այդ սահմանը ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին կամ Հայաստանին եւ Թուրքիային են անհրաժեշտ, մենք խոսեցինք Եվրոպայի մասին, գլոբալ եվրոպական անվտանգության համատեքստում այդ սահմանները անհրաժեշտ են նաեւ բացմանը անհրաժեշտ է նաեւ Եվրոպային, այդ սահմանների բացումը համոզմունք ունեմ, որ անհրաժեշտ է նաեւ Միացյալ Նահանգներին եւ այդ սահմանների կայունությունը կարեւոր է նաեւ Իրանի համար, չմոռանանք Իրանին, եւ ես կարծում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք նաեւ շատ ավելի կոնկրետ ներգրավվածություն Միացյալ Նահանգների մեր տարածաշրջանում։ Գիտենք այսօր համար առաջին խնդիրը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև այդ պատերազմի դադարեցումն է եւ որոշակի լուծման բերելն է, բայց համոզմունք ունեմ, որ առաջիկայում մենք այդ խնդիրներին Միացյալ Նահանգների կողմից շատ ավելի ուշադրությանը մեր տարածաշրջանին մենք կտեսնենք։ Իհարկե այստեղ կա նաև Իսրայելի խնդիրը, Իսրայել-Իրան այդ հարաբերությունների համատեքստում, որտեղ Ադրբեջանը ցանկանում է որոշակի դիրքավորում ունենալ ընդդեմ Իրանի, բայց ես կարծում եմ, որ այդ համատեքստում Ադրբեջանը շատ ավելի բարդ եւ վտանգավոր ուրեմն գործընթացի մեջ կարող է ներգրավել, քան ինքը պատկերացնում է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը բազմիցս եւ երբեմն կոշտոնայնությամբ հայտարարել է, որ տարածաշրջանում որևէ սահմաններ չպետք է փոխվեն եւ դա մասնավորապես վերաբերել է Հայաստանին։ Իսկ կլինի իրավիճակ, որ Իրանը այդ կարմիր գծերին չի վերաբերվի այդքան կարմիր։ Երեք ամեն իրավիճակ հնարավոր է, այդ իրավիճակը օրինակ ես պատկերացնում եմ, որ Իրանը ներգրավի այնպիսի քաոսային իրավիճակում, հա, դիցուք Իրանի վրա կլինի հարձակում, ներսից ուրեմն խժդժություններ եւ այլն եւ Իրանը մեծ առումով կամ Իրանի ներկայիս քաղաքական ռեժիմը չի կարողանալու պատշաճ ուշադրություն դարձնել ուրեմն սահմանես հատվածին եւ փաստացի ավելի շատ ներգրաված կլինի ներքին քաղաքական խնդիրների
լուծմամբ, սակայն ես դա քիչ հավանական եմ համարում, հաշվի առնելով տվյալ պարագայում այն հանգամանքը, որ Իրանը ունի ավտորիտար, այսպես համակարգ, եւ այդ համակարգերը նման կոնֆլիկտների պարագայում շատ ավելի կոնսոլիդացված են լինում եւ կարծում եմ իրանական ռեժիմը ի վիճակի է կոնսոլիդացնել Իրանի հանրությանը ընդդեմ Արևմուտքի ու տվյալ դեպքում Միացյալ Նահանգների ու Իսրայելի, եթե նրանք փորձեն ուրեմն ռազմական հարվածներ հասցնել Իրանին։